Գործարար ալիքի եթերում իր աշխատանքն է սկսում ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Աջափնյակ բժշկական կենտրոնի հիմնադիր, տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Մանուկյանը։ Բարի գալու, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Հաշվի առնելով ձեր տարիների փորձը, որն ավելի քան 25 տարի է, այն թեման, որի մասին բարձրաձայնելու եմ, ավելի քան վստահ եմ, որ հենց ձեզ հետ պիտի խոսեի այս մասին, հա։ Խոսելու ենք բարիատրիկ վիրահատությունների մասին կամ ինչպես հանրությանն ավելի հայտնի է նիհարեցնող վիրահատությունների մասին։ Եվ թերևս ամենասկզբում ուզում եմ նշենք, որ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մեր երկիրը, կարծես թե լծվել է, հա, ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին։ Եվ եթե տարիներ առաջ մենք երբ խոսում էինք ավելորդ կիլոգրամներից ու քաշից, մտածում էինք, որ սա պարզապես էսթետիկ խնդիր է եւ ոչ ավելին, բայց արի ու տես, որ սա ավելին է, քան մենք մտածում էինք։ Բժշկական տեսանկյունն եմ ուզում քննարկենք ամենասկզբում։ Եվ դա պատահական չէ, Տաթև ջան, որովհետև իսկապես մենք երբ որ նայում ենք 2019 թվականին դիտված հետազոտությունների արդյունքում Հայաստանում եւ խնդրում եմ ուշադրություն դարձեք այդ թվի վրա, մոտավորապես 93% մահացությունը առաջանում է ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով, ոչ վարակիչ հիվանդություններից են դա զարկերակային գերճնշումը, սիրտանոթային հիվանդությունը, շաքարային դիաբետը, ուռուցքային հիվանդությունները եւ մի շարք այլ հիվանդություններ եւ այդ բոլոր հիվանդությունների սկզբնաղբյուրում ճարպակալումն է։ Այսպիսով կարող ենք նշել եւ դա այն թիվն է, որը որ տվել է մեզ առողջապահության կազմակերպությունը, որ իսկապես մենք հիմա առերեսվում ենք մի իրավիճակի հետ, որ ճարպակալումը 21-րդ դարի հիվանդությունն է, այո, որի հետ պետք է պայքարել եւ դա պատահական չէ, որ մենք հիմա առերեսվում ենք մի իրավիճակում, որ երբ Հայաստանում ամեն երկրորդ կինը եւ ամեն երրորդ տղամարդ ունի այս կամ այն աստիճանի ճարպակալում եւ դա իսկապես լուրջ խնդիր է։ Ինչու՞։ Նախ ես կուզենամ անդրադառնամ պատճառներին, թե ինչու է առաջացել այս խնդիրը, որովհետև մենք առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ տեխնոլոգիական աճի հետ միաժամանակ մարդը իր գոյատևության եւ հարմարավետ կյանքի համար շատ ժամանակ պարտադիր չի, որ ընդհանրապես տնից դուրս գա կամ շարժվի։ Այո։ Եվ մենք առերեսվում ենք, որ մենք կարող ենք մեկ հեռախոսազանգով, ինտերնետով կատարել բոլոր պատվերները, գտնվելով հեռավար եւ դրան նաեւ մեզ տրթել այդ կոവിഡ് իրավիճակը համաճարակը, որի ժամանակ մենք տեսել ենք, թե կարող ենք ինչպես բարեհաճող ապրել առանց որևէ տեղ գնալու եւ դա բերել է նրան, որ մեզ մոտ առաջացել է հիպոդինամիա, այսինքն մենք քիչ ենք շարժվում եւ կատարում ենք այն ամենը, ինչ որ կարող էինք առաջ կատարել, երբ որ մենք պետք է գնայինք, ինչ որ տեղ հասնեինք, ինչ որ գործառույթներ անեինք եւ դա բերել է նրան, որ մարդիկ իրականում ունենում են ավելցուկային քաշ։ Մենք ունենք երկու տարբեր մոտեցումներ, դա ավելցուկային քաշն է եւ ճարպակալումը, գրեթե մեկը մյուսին հոմանիշներ, բայց ավելցուկային քաշը դա այնն է, երբ դա չի վերածվել արդեն այդ հիվանդության, իսկ ճարպակալումը դա հիրավի հանդիսանում է հիվանդություն եւ մենք տեսնում ենք, որ միաժամանակ դրա համար գոյություն ունեն նաեւ անառողջ սննդային միջավայր, որը գոյություն ունի գրեթե ամբողջ աշխարհով մեկ, դա այսինքն fast food-ն է, որը օգտագործում են, որը շատ համեղ է եւ այնպես է ստեղծված, այդ չարաբաստիկ համեղ ուտելիքները միշտ դրանք անառողջ են, չէ՞, համարվում։ Եվ ցավալի բայց փաստ։ Այո, սոցիալական տնտեսային միջավայրը նույնպես, այսինքն առաջ համարվում էր, որ գեր մարդիկ, դրանք այն մարդիկ են, որոնք հարուստ են, բայց հիմա ցավոք այդպես չէ, ճարպակալում ունեցող մարդու համար պարտադիր չէ, որ նա շատ գումար ունենա, որովհետև իսկապես շատ հաց ուտելը, մակարոնային սնունդը նույնպես բերում է ճարպակալման, իսկ դրանք իրականում այն է, ինչ որ կարելի է բավականին հասանելի է բոլորի համար, ի վերջո պետք է հասկանանք, որ այդ ճարպակալումը ինքը առաջանում է նաև այն պատճառով, որ մարդը սնվում է ոչ թե նրա համար, որ ինքը պարզապես ցանկանում է հագեցնել իրեն, այսինքն որտեվ նա սոված է, այլ մեզ ամենահասանելի թմրանյութը ճակերտների մեջ դա սնունդն է,
որը մեզ տրվում է նրա համար, որպեսզի մենք հագեցնենք մեր ստրեսը օրվա վերջին, որովհետև երբ դու նույն հագեցած գալիս ես տուն, սակայն հոգսով լցված, օրվա ամբողջ ստրեսը քո ուսերին դրված, դու ցանկանում ես ցրվես, եւ դրա համար դու օգտագործում ես այդ սնունդը, որը բերում է այդ ճարպակալմանը։ Երեկոյան սնվելը դա ճարպակալման կարևոր դրդապատճառներից մեկն է։ Բացի նրանից բժշկության մեջ գոյություն է այսպիսի արտահայտություն, ինչն է սննդային աղմուկ։ Սննդային աղմուկը դա այն աղմուկն է, երբ դու գրեթե կուշտ ես, բայց ցանկանում ես ինչ-որ մի բան ուտես, ինչ-որ մի բան ծամես, բայց դու դրա կարիքը չունես։ Բոլորս առնչվել ենք մի իրավիճակի, երբ ասում ենք, գիտեք, ինչ-որ մի բան ուզում եմ, բայց չգիտեմ ինչ եմ ուզում։ Դա այն սննդային աղմուկն է, որով դու լցնում ես քո ստամոքսը, եւ այդ ամեն ինչը հանդիսում է կարևոր դրդապատճառներից մեկը։ Ես ինչի եմ այսքան երկար խոսում ճարպակալման մասին, որովհետեւ իսկապես դա կարևոր խնդիր է, որը բերել է նրան, որ գրեթե բոլոր կենտրոնները հիմա կատարում են նմանատիպ վիրահատություններ, բայց պետք է հասկանալ, որ իրոք դրա խնդիրը կա, դա շատ արդեական խնդիր է, որը բերում է բազմաթիվ այլ խնդիրների, սկսած սիրտանոթային խնդիրների, որը ինչպես ես նշեցի, բերում է հանկարծամահության բարձր տոկոս է ապահովում։ Շաքարային դիաբետն է դրանից բարձրանում, առաջանում են տարբեր ուռուցքային հիվանդություններ եւ մի շարք այլ հիվանդություններ, որոնք կարող են երկար թվել, այդ ամբողջը պատճառ են հանդիսանում ճարպակալման։ Մի հետաքրքիր փաստ ասեմ ձեզ, հղի կինը իր հղիության ընթացքում, եթե թեր է սնվում, ապացուցված է, որ երեխան, որը որ ծնվում է, ունենում է ավելցուկային քաշ։ Դա պաշտպանողական մեխանիզմ է երեխայի մոտ, որ ինքը հետագայում ավելացած քաշով է հետագայում ծնվում ու արդեն հասուն տարիքում չի կարող ձերբազատվել այդ խնդրից։ Դա օրգանիզմի մեջ իր պաշտպանողական մեխանիզմն է։ Հաջորդ պաշտպանողական մեխանիզմը այն է, որ ավելցուկ քաշը մեր մոտ որ մեր առաջանում է, նույնպես ինքը այդ ճարպը մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք մեր սովը հագեցնենք։ Ինքը արտադրում է այնպիսի հորմոններ, որ մենք պարբերաբար ցանկանում ենք կրկին եւ կրկին սնվել։ Քնարատավոր շղթա է դա։ Այո, ճիշտ նշեցիք դա։ Եվ դա իսկապես շատ կարևոր է իմանալ, որ այն մարդիկ, որոնք որ փորձում են ինքնուրույն նիհարել, նրանք իսկապես հերոս են, որտեղ նրանք իսկապես փորձում են պայքարել մի քանի մեխանիզմների դեմ, եւ եթե դա ստացվում է, ես իսկապես դա շատ ողջունում եմ։ Դա իմ կարծիքով հիմնական պատճառը, որ այսքան շատ կենտրոններ ամբողջ աշխարհով մեկ սկսել են կատարել նմանատիպ վիրահատություններ, բայց վիրահատությունների ցուցումների եւ հակացուցումների մասին պետք է առանձին խոսել, որտեղ իսկապես պետք է շատ զգուշորեն մոտենալ։ Իմ բուժառուները, որոնք ինձ այցելում են, իրանք հաստատեն, որ իսկապես այն մարդիկ, որոնք գալիս են ինձ մոտ, իրանք ինձանից լսում են ոչ թե ոգևորիչ խոսքեր, որ պետք է վիրահատվել։ Ես մոտավորապես մի կես ժամանակ եմ տրամադրում, որպեսզի իրանց բացատրեմ, որ եկեք փորձենք ինքնուրույն նիհարել, որտեղ դա շատ կարևոր է։ Քանի որ մարդիկ, որոնք որ չեն փորձել ինքնուրույն նիհարել, սննդակարգի, ակտիվ ապրելակերպի շնորհիվ, իրանք պետք է դեռ չմտածեն բարիատրիկ վիրահատության մասին, որտեղ բարիատրիկ վիրահատությունը ունեմ խորը համոզմունք, որ նրանք այն վիրահատությունն են, որին պետք է մոտենալ միայն այն ժամանակ, երբ որ դու իսկապես փորձել ես եւ համոզվել ես, որ այլ մեթոդները արդյունավետ չեն։ Տեսեք, դուք էլ նշում եք, որ շատերը գալիս են, որովհետև այս վիրահատությունը նաև կարող ենք ասել նորաձև է դարձել եւ ցանկացածը մտածում է, որ հեշտ տարբերակով կարելի է ունենալ այն երանելի, երազելի մարմնի կառուցվածքը, որը տեսնում են ամսագրում կամ գովազդային հոլովակներում, հա։ Բայց ուզում եմ այս վիրահատության նաև բժշկական տեսանկյունը քննարկենք, որովհետև այստեղ նաև մենք առաջին հերթին բժշկական օգնություն ենք ցուցաբերում մարդուն, ով ունի ճարպակալում, ով ունի ավելորդ կիլոգրամ։ Գիտեք, կարող եմ վերհիշել, որ վերջին 1 թե 2 տարվա ընթացքում ինձ դիմող պացիենտների միջին տարիքային շեմը գերազանցում էր 40 տարեկանը։ Դա եւ ավել, իհարկե 40, 50, նույնիսկ 60 տարեկանը, եւ դες հաստատ կարող եմ վստահեցնել, որ
այդ մարդիկ իրանք չեն առանջնորդվում էսթետիկ բաղադրիչով այդ վիրահատության, որովհետև այդ վիրահատությունները կատարվում են այն նպատակով, որպեսզի կարգավորեն իրանց սիրտանոթային համակարգի այս կամ այն խանգարումները, նվազեցնեն շաքարային դիաբետի առաջացման ռիսկը, իսկ եթե այն կա, ապա այնպես անել, որպեսզի նա կորչի, նվազեցնել այլ հիվանդությունները, հենաշարժական համակարգի, այսինքն ողնաշարի ցավերը, խոդերի ցավերը եւ մի շարք այլ խնդիրները, եւ իսկապես նրանք օգնում են, հավատացնում եմ ձեզ, որովհետեւ երբ նվազում է քաշը, իսկապես դա օգնում է, որպեսզի մարդը ունենա երկրորդ կյանքը։ Երկրորդ կյանքը դա մի բան է, որի մասին մենք շատ ուշ ենք հիշում, երբ մեզ պետք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է նշանակում որակյալ կյանք ապրելը։ Որակյալ կյանք ապրելը դա իսկապես մի հրաշալի բան է, երբ որ դու իսկապես կարողանում ես հաճույք ստանալ ամեն րոպեից, քայլելուց, վայելելուց, չունենալ այլ այս կամ այն խնդիրները, եւ դա իսկապես բարիատրիկ վիրահատությունների շնորհիվ կարող է լուծել այդ խնդիրները։ Լավ, ինչպես եք որոշում, որ մարդը ունի կարիքը։ Նշեցիք, որ գալիս են, ցանկություն ունենում են, բայց դուք սկսում եք նաև հակառակում համոզել մարդուն, որ կարելի է դիտարկել նաև մնացած տարբերակները, չհաջողելու դեպքում նոր անցնել սրան։ Այս մեխանիզմը նաև պացիենտը մոտեցավ ձեզ հետո։ Շատ հասարակ կա այսպեսի մի բժշկական հասկացողություն, ինչպեսին է մարմնի զանգվածի ինդեքս, մարմնի զանգվածի ինդեքսը իրանից որոշվում է հատուկ հարաբերությունը հասակի եւ քաշի միջոցով։ Սովորաբար դա որոշված է, որ ամբողջ աշխարհով ընդունված է, որ եթե մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից բարձր է, ապա մարդը ունի այս կամ այն աստիճանի ավելցուկային քաշ կամ ունի ճարպակալում, եթե մարմնի զանգվածի ինդեքսը 35-ից ավելի բարձր է։ Առողջ մարդու մոտ մարմնի զանգվածի ինդեքսը պետք է չգերազանցի 25-ը, բայց կան նաև իրավիճակներ, երբ դու տեսնում ես, որ այդ մարդը ունի մարմնի զանգվածի ինդեքս 30, սակայն ինքը ամբողջապես ի վիճակի է ինքնուրույն կարգավորել քաշը եւ չդիմել բարիատրիկ վիրահատության, որովհետեւ ինքը երբևիցե չի դիմել եւ չի ցանկանում, որովհետեւ դիետայի եղանակով պարզապես այդ մարդը ծուլանում է։ Այդ ժամանակ ես շտապում եմ հիշեցնել այդ մարդկանց, որ նույնիսկ վիրահատություն կատարելուց հետո, երբ ձեր քաշը նորմալանում է, 1.5-2 տարի հետո միևնույն դուք պետք է անդրադառնաք այդ սննդակարգին։ Դա չի նշանակում, որ մենք կարող ենք միակ վիրահատությունով ամբողջապես կարգավորել եւ հետագայում այդ խնդիրը ձեզ երբեք չի առերեսվի։ Ոչ այդպես չէ, որովհետեւ ցանկացած վիրահատությունից հետո գալիս է մի շրջան, երբ դու կրկին փորձում ես շատ ուտել եւ դու փորձում ես վերադառնալ քո սովորական սննդակարգին։ Այդպես չէ, իրականում կարող ես իհարկե որոշ ժամանակ անց քեզ թույլ տալ որոշ ուտելիքներ, որոնք կարող են բերել ճարպակալում, բայց քիչ քանակությամբ, բայց երբ մարդը փորձում է դրան անդրադառնալ այն քանակությամբ, որը մինչև վիրահատություն դարել, դա անխուսափելիորեն կբերի նորից կրկին քաշի ավելանալուն, եւ դա մարդը պետք է իմանա, իհարկե ստամոքսը առածգական ինքը օրգան է եւ ստամոքսի մասնահատումից հետո ինքը որոշակի կարող է նույնպես ձգվել եւ պարունակել նույն քանակությամբ թերևս ոչ, բայց որոշ քանակությամբ այո սնունդ եւ դա կարող է նույնպես ավելացնել քաշը։ Համար մենք ամեն դեպքում փորձում ենք մարդուն բացատրել, թե ամբողջ կյանքի ընթացքում իր մետաբոլիկ բալանսը ինչպես նա պետք է պահպանի։ Եվ դա նույնպես շատ կարևոր է հասկանալ։ Մենք ունենք տարբեր պացիենտներ, որոնք գալիս են մեզ մոտ եւ ասում են, որ մենք իրականում ունենք ավելցուկային քաշ, ճարպակալում եւ ցանկանում ենք դիմել այդ վիրահատության։ Դա այնպես է, որ պետք է իսկապես առողջ խորհուրդներ տալով փորձես մարդուն հուշես այլ ընտրանքային տարբերակների մասին, բացի դրանից նաեւ այդ վիրահատությունին դիմելուց առաջ կան բժշկական մի քանի այլ եղանակներ, ինչպես կարելի է նվազեցնել քաշը եւ ըստ իմ խորը համոզմունքի կգա երևի թե մի 20-30 տարուց մի ժամանակահատված, երբ դեղորայքային տարբեր պրեպարատները կարող են գրեթե ամբողջությամբ փոխարինել բարիատրիկ վիրահատությունները։ Հիմա կան իհարկե լսած կլինեք բազմաթիվ դեղորայքներ, որոնք ներարկում են եւ իրանց միջոցով կարողանում են նվազեցնել քաշը, մեկին օգնում է, մեկին ոչ։ Ամեն դեպքում ինչ էլ նշանակես, այդ դեղորայքը պետք է նշանակվի հատուկ մասնագետների հսկողության ներքո, որպեսզի կարողանաս ստանաս քո ուզած արդյունքը։ Եթե չի օգնում, ապա դիմել այլ եղանակներին։
Ինչպես նշեցիք, նման վիրահատություններ իսկապես գրեթե բոլոր կենտրոններն առաջարկում են, ու այն մարդիկ, ովքեր ունեն ցուցումը եւ կարիքը, կանգնում են փաստի առաջ ինչպես ճիշտ ընտրություն կատարել։ Ինչի վրա ուշադրություն դարձնեն։ Շատ ճիշտ հարց տվեցիք Տաթևիկ ջան, շնորհակալություն հարցի համար։ Ես պետք է նշեմ, այո, գրեթե 25 տարվա վիրաբուժական փորձ ունենալուց հետո Աչափնյակ բժշկական կենտրոնում բարիատրիկ վիրահատություններին սկսեցինք զբաղվել 2022 թվականից, սակայն կարող էինք դա անել շուտ։ Ինչու, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, որ բարիատրիկ վիրահատությունը, չնայած գիտեմ, որ դա ես տեխնիկապես կարող եմ ամբողջապես կատարել, բայց պատասխանատու ձևով մոտենալով այդ վիրահատության ամբողջ էությանը պետք է հասկանալ, որ բարիատրիկ վիրահատությունը դա միայն վիրահատությունը չէ։ Վիրահատությունը կազմում է ամբողջ աշխատանքի գրեթե 30%-ը։ Եվ դա չափազանցեցնող չի, այսինքն կենտրոններ կան, որ մտածում են վիրահատությունից հետո մի քանի խորհուրդ տալով այդ խնդիրը կլուծվի, բայց իրականում այդպես չէ։ Ինձանից պահանջվեց բավական երկար ժամանակ, երբ կենտրոնը իսկապես համալրվեց բոլոր սարքավորներով եւ մասնագետներով, համարվեց բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ գրեթե կան բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Ես ինքս լինելով բազմաթիվ անգամ արտերկրներով աշխատելով Գերմանիայում մի քանի անգամ բավական երկարատև վերապատրաստումներ անցա արտերկրներում բարիատրիկ վիրահատության հարցով, համալրեցի թիմ ամբողջ մասնագետներով, իսկ դրանք են սրտաբանը, ներզատաբանը, հոգեբանը, սննդաբանը, համապատասխան փորձ ունեցող անեստեզիոլոգները եւ այլն։ Եվ այդ ամենից հետո մենք սկսեցինք կատարել այդ վիրահատությունները։ Ինչու է դա այդքան կարևոր, որովհետև ինչպես նշեցի, վիրահատությունից հետո սկսում է իսկական աշխատանք այդ պացիենտների հետ, որովհետև այդ պացիենտները իրականում ունեն շատ մեծ կարիք սննդաբանների հետ աշխատելու։ Հոգեբանների։ Ես հոգեբանների եւ ներզատաբանների եւ սրտաբանների հետ աշխատանքը նույնպես սկսում են նախավիրահատական փուլում, որովհետեւ այդ պացիենտները շատ ժամանակ ունեն առողջ վախ եւ այդ վախը իսկապես առողջ են, պետք է հստակ գիտակցեն ինչ վիրահատություն է, բոլոր հավանական բարդություններով գիտակցեն, որ այդ ամեն ինչը կառավարելի կարող է լինել այդ կենտրոնում, ուստի ամփոփելով ձեր հարցը կարող եմ մի քանի խոսքով ասել, որ այն պացիենտները, որոնք ցանկանում են դիմել եւ գտնել իրենց բարիատրիկ վիրաբուժին, շատ ժամանակ իրենք դիտում են սոցիալական կայքեր, տեսնում են, իսկ սոցիալական կայքերում կարելի է շատ բաներ գրել, կարելի է գրել, որ կատարվել է հազարավոր վիրահատություն, կարելի է գրել, այո, որ կան լավագույն սարքավորումներ, որտեղ դա կարելի է գրել, բայց հիրավի, եթե մենք անկեղծ խոսանք, ապա բարիատրիկ վիրահատության փորձ ունեցող կենտրոնի մասին կարող է adekvat եւ օբյեկտիվ դատել միայն լինելով վիրաբույժ։ Միայն այլ վիրաբույժը կարող է դատել, որովհետեւ շատ հարցեր կան, որ պետք է հստակ տարբերակել, հասկանալ պացիենտին, որը իրականում ուզում է թացը չորից տարբերակել, խորհուրդ կտամ մի քանի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, դա փորձն է վիրաբույժի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության մեջ, փորձը վիրաբուժի բարիատրիկ վիրահատության մեջ, իդեպ այստեղ պետք է հասկանալ, որ բարիատրիկ վիրահատությունը ինքը բավականին տրիվիալ վիրահատություն է, որը կարելի է սովորել շատ արագ կատարելով կամ տեսնելով վիրահատությունը, որտեղ ինքը շատ գեղեցիկ վիրահատություն է եւ շատ գրավիչ է վիրաբուժի համար, որի ժամանակ իրավունք են բավականին բարձր տեխնոլոգիական սարքավորումներ եւ վիրաբուժի համար այդպիսի աշխատանքը շատ ժամանակ հաճելի է թվում եւ շատ բոլորի համար դա գրավիչ է, որպեսզի այդ վիրահատությունը կատարվի եւ շատ արագ կարող են սովորել, սակայն այդ վիրաբույժը պետք է պատրաստ լինի անհետաձգելի վիրաբուժության մեջ նույնպես փորձ ունենա, որովհետև այդ վիրահատությունը, եթե ամեն ինչ ընթանում է հարթ, ապա այո, իսկապես, ապա ամեն ինչ լավ է, բայց պետք է ցանկացած իրավիճակում պատրաստ լինել անհետաձգելի իրավիճակներում։ Ուստի կամ կենտրոնը, կամ վիրաբույժը պետք է ունենա անհետաձգելի վիրաբուժության փորձ։ Պետք է իսկապես հասկանալ, որ այդ կենտրոնում բարիատրիկ վիրաբուժության համար առկա է հատուկ թիմ։ Ինչպես նշեցի, այդ վիրահատությունների համար պետք է որպեսզի ընդգրկված լինի հատուկ մասնագետներ,
որոնք հանդիսանում են այդ բարիատրիկ բորդի կամ թիմի անդամ, որ կարողանում են միասին այդ պացիենտներով զբաղվել։ Հայաստանում ներկա պահին կան կենտրոններ, որ բավական երկար ժամանակ զբաղվում են այդ բարիատրիկ խնդիրներով, եւ մենք առերեսվում ենք այս խնդրով հիմա, որովհետեւ ինչպես ես սկզբից նշեցի, այդ ճարպակալման խնդիրը դարձել է իսկապես շատ արդիական, ազդում է աշխատունակության վրա մարդկանց եւ դա իսկապես բերում է նրանց, որ պացիենտները գալիս են ասում են, ես իսկապես չեմ կարող աշխատեմ։ Դա համար այդպիսի պացիենտների վիրահատությունների հաճախականությունը շատացել է։ Թերևս ամփոփելով իմ ասածը կարող եմ ասել, փորձը ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության մեջ, փորձը բարիատրիկ վիրահատությունների մեջ, անհետաձգելի վիրաբուժության մեջ եւ թիմի արկայությունը։ Իհարկե կան բազմաթիվ այլ կողմնային ֆակտորներ, որ պետք է նույնպես հաշվարկել, դա սարքավորումների արկայությունը, բայց դուք օբյեկտիվորեն չեք կարող դրա մասին դատել լինելով պացիենտ, որտեղ ձեզ բոլորը կասեն, որ իհարկե լավագույն սարքավորումներն են, լավագույն նյութերն են օգտագործում, բայց այստեղ նույնպես շատ կարևոր է տարբերակել, որ այդ սարքավորումները եւ նյութերը իրանք պետք է լինեն լավագույնը, դրա հաշվին գնեջեցում պետք է չլինի։ Ես արդեն հասկացա, որ այս վիրահատությունից առաջ հատուկ եւ այսպես մանրակրկիտ պատրաստություն է պետք, որի մասին ուզում եմ խոսեք։ Բարիատրիկ վիրահատությունից առաջ մենք սկսում ենք աշխատել մեր պացիենտների հետ 2 շաբաթ շուտ մինչև վիրահատություն սկսելը մենք իրենց խնդրում ենք, որպեսզի իրանք ուղղորդվելով մեր խորհուրդներով կարողանան նվազեցնել իրենց քաշը առնվազն 1-ից 2 կիլո, եւ դա կիլոգրամ, եւ դա իսկապես կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք լյարդի իրենց ծանրաբեռնվածությունը թեթևացնել, որտեղ ստամոքսը եւ հարակից օրգանները իրանք պահկված են ճակերտներով ասված հենց լյարդի տակ։ Մենք բացի դրանից իրենց խորհուրդներ ենք տալիս, թե ինչպես իրանք պետք է իրենց հետազոտեն, պետք է կատարվի ստամոքսի լորձաթաղանթի հետազոտություն, գաստրոսկոպիկ հետազոտություն, կատարվում են որոշ հետազոտություններ, որոնք պարտադիր են, եւ գրեթե 50% դեպքերում ստանդարտ հետազոտություններից կատարելուց հետո պարզվում է, որ հիվանդը ունի այս կամ այն այլ հիվանդություն, որը մինչ օրս նա չի իմացել եւ պետք է ամեն դեպքում հետազոտել։ Մենք ամբողջ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ պացիենտների հետազոտմանը, որովհետեւ մեզ պետք է ամբողջապես պարզ լինի, թե ինչ իրավիճակի հետ մենք գործ ունենք եւ հավատացնում եմ ձեզ քիչ չեն դեպքերը եւ դու պացիենտին հետ հետազոտում ես եւ հայտնաբերում ես մի այնպիսի հիվանդություն, որը արդեն դառնում է պացիենտի համար գերակա։ Այսինքն կարող է հայտնաբերվել մի ուռուցքային հիվանդություն կամ սիրտանոթային այնպիսի խնդիր, որով պետք է պացիենտը զբաղվի անհապաղ եւ այդ դեպքում այդ բարիատրիկ վիրահատությունը ընկնում է երկրորդ պլան։ Եվ մենք իսկապես փորձում ենք նախապես այդ ամեն ինչը կազմակերպել, դա ավելի արդիական է դառնում, երբ մեր պացիենտները գալիս են արտերկրից, որոնց քանակը քիչ չէ։ Արտերկրից գալուց մենք այդ պացիենտներին իսկապես խնդրում ենք, որպեսզի իրենց երկրում արդեն կատարեն այդ հետազոտությունները։ Պատկերացրեք, ինչպիսի տհաճ իրավիճակ կլինի, երբ պացիենտը գա Հայաստան եւ մենք իրան մերժենք, ասենք, գիտեք, մենք ձեզ չենք վիրահատի, որտեղ դուք ունեք այս խնդիրը։ Որպեսզի նվազեցնենք այդ ռիսկը, մենք ասում ենք, որպեսզի պացիենտները այդ հետազոտությունները կատարեն արտերկրում։ Սակայն կան երկրներ եւ մեծամասամբ դա եվրոպական երկրներն են, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ մեր պացիենտները ասում են, գիտեք, որպեսզի մենք կատարենք հասարակ գաստրոսկոպիա Եվրոպայում, մենք պետք է կես տարի սպասենք։ Կան այդպիսի իրավիճակներ եւ դա ցավոք սրտի ամբողջ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես լուրջ խնդիր է, այդ դեպքում մենք պացիենտին ասում ենք, որպեսզի իրանք շուտ գան Հայաստան, մենք փորձենք հետազոտել եւ խնդրի հայտնաբերման դեպքում փորձենք բուժում նշանակել, որպեսզի կարգավորենք նոր անցնենք վիրահատությանը։ Եվ նույնը վերաբերվում է նաեւ հետ վիրահատական փուլում, որպեսզի մեր պացիենտները իմանան, որ իրանք առնվազն 2 շաբաթ պետք է գտնվեն տանը։ Իրանք կարող են առույգ լինել, առողջ լինել, պետք է չանդրադառնան աշխատանքի, որտեղ հետ վիրահատական փուլում իրանք կարող ունենան տարբեր տհաճ անակնկալներ, սրտխառնոցների տեսքով, թուլության տեսքով, որը պետք է կարգավորվի տնային պայմաններում։
Հետվիրահատական շրջանը կարծում եմ ամենահետաքրքրողն է բոլոր պացիենտների եւ ենթադրում եմ, որ ամենաշատ հարցերը հենց սրա հետ կապված են, հա, խնամքը, հնարավոր բարդությունները, կենսակերպը, որովհետեւ եթե այսպես շղթայի մեջ նայում ենք, այդ սխալ կենսակերպն էր բերել հասցրել դեպի վիրաբույժը, հա, այս մասին նաեւ խնդրում եմ բարձրաձայնեք։ Մեզ մոտ հետվիրահատական խնամքին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որովհետև հետվիրահատական շրջանում մեր պացիենտները իրանք արդեն 3-րդ, 4-րդ օրը գնում են տուն, իրանք մնում են հիվանդանոցում 3-4 օր, որից հետո դուրս են գրվում, գնում են տուն, բայց լինում են մեր հետ անմիջական կապի մեջ, մեր սննդաբանները իրենց հետ աշխատում են շատ երկար, հեռախոսակապով, հեռավար, փորձում են տալ խորհուրդներ, հետևում են, որպեսզի այդ խորհուրդները կիրառվեն, որտեղ սննդակարգը շատ կարևոր է։ Հեղուկ սնունդը օգտագործել, ճաշիկ թալով սնվելը, ջուրը խմելը, մենք այդ ամեն ինչը սովորեցնում ենք, որպեսզի իրանք ճիշտ այդ ամեն ինչը կիրառեն, որովհետև մեզ համար կարևորը, որպեսզի հետվիրահատական շրջանում մեր պացիենտները նիհարեն առողջ։ Առողջ նիհարելը դա հատուկ արվեստ է, որովհետև եթե դու նիհարում ես, դու տեսնում ես հայլու մեջ հյուծված քո տեսքը, դա հավատացնում եմ ձեզ, այդքան էլ ողջունելի չի։ Դու պետք է նիհարես, պացիենտը պետք է նիհարի ունենալով փայլող մաշկ, գեղեցիկ տեսք, որպեսզի աչքերը փոսընկած չլինեն, ինչպես ժողովրդի մեջ են ասում, եւ այդ ամենը պետք է կատարվի գրագետ։ Պետք է օգտագործել կիրառելով համապատասխան քանակությամբ սպիտակուց։ Սպիտակուցը մեր մարմնի կարկասն է, հենքն է, որի վրա կառուցվում է նաև վիտամինները։ Եթե դու կիրառես վիտամիններ, բայց չունենաս սպիտակուց, վիտամինները չեն ներծծվի, հավատացնում եմ ձեզ։ Եվ սպիտակուցների համար մենք պետք է կիրառենք պրոտեինային հատուկ կոկտեյլներ, հատուկ մեր յոգուրտները, սննդակարգը, եւ դա իսկապես հանդիսանում է մեր գործի ամենամեծ մասը, որպեսզի մենք տեսնենք, թե մեր պացիենտը ինչպես է առողջ նիհարում։ Շատ ժամանակ հիշում եմ պացիենտներին, երբ գալիս են իրենք 1 ամսվա ընթացքում 25 կիլո նիհարած, ոգևորված գալիս են ասում են, Բրիժիտ ջան, 1 ամսում 25 կիլո նիհարեցի, դա լավ չի։ Շտապում եմ տեղեկացնել, դա լավ չէ։ Պետք է համամասնաբար նիհարել։ Դուք միևնույնն է, պացիենտները, որոնք բարիատրիկ վիրահատության գնացել են, վիրահատությունը ճիշտ կատարվել է, դուք նիհարելու եք միևնույնն է, բայց այդ նիհարելը պետք է կատարվի 1 տարվա ընթացքում համամասնաբար, առողջ եղանակով, որը չենթարկի օրգանիզմին ստրեսին, եւ ստրեսի չենթարկվելու միակ եղանակը դա կարգավորվող նիհարումն է, որի ժամանակ պետք է կիրառվի համապատասխան բալանսավորված սնունդը։ Որքանով է այս վիրահատությունը հասանելի Հայաստանում ապրող մարդու համար։ Մենք գիտենք, որ աշխարհում սա շատ թանկարժեք վիրահատություն է, մեր երկրում էլ մեկ անգամ չէ որ խոսել ենք, որ բժշկական օգնությունը բավական մատչելի է, բայց մատչելի է նաև մեր այսպես կոչված աշխատավարձը հաշվի առնելով։ Ոչ, ինքը բավական թանկանոց վիրահատություն է։ Իսկ հասանելի է։ Վիրահատության արժեքը կազմում է իր արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Վիրահատության արժեքը 1 միլիոն դրամից ավել է, որովհետև այդ արժեքի գրեթե կեսից ավելը դա այն սարքավորումներն են, որը կիրառվում է այդ վիրահատության համար։ Այդ սարքավորումները կարող են լինել որակյալ եւ կարող են լինել անորակ։ Իդեպ կարող եմ ասել նաև, որ չինական սարքավորումները կարող են նույնպես լինել որակյալ, այն դեպքում, որ մեր կենտրոնում մենք օգտագործում ենք ամերիկյան ստանդարտի սարքավորումներ միայն, եւ ընդհանրապես վիրահատության կամ հետվիրահատական խնամքի ժամանակ մենք չենք խնայում որևէ միջոցներ եւ կիրառում ենք միայն լավագույն սարքավորումները եւ միջոցները, բայց արժեքը վիրահատության իրականում բավականին թանկ է։ Պետք է նշել, որ կատարվել է 2 տարի առաջ կատարվել է մեկ ուսումնասիրություն, իդեպ այո, արդարության համար պետք է նշել, որ այդ ուսումնասիրությունը կատարվել է Եվրոպայում, երբ հասկացել են, որ պացիենտների վրա ծախսող գումարը ճարպակալումով, շաքարային դիաբետով եւ զարկերակային ճնշում ունեցող պացիենտների վրա իրանց դեղորայքային ապահովման համար ամբողջ կյանքի ընթացքում ծախսվող գումարը, որը պետությունը ծախսում է իրենց վրա, ինչքանով է համադրելի վիրահատության արժեքի հետ, պարզվում է, որ վիրահատության արժեքը, որը պետությունը միանվագ
կվճարեր այդ պացիենտներին 8 անգամ ավելի մատչելի է, քան այդ վիրահատության համար ամբողջ կյանքի ընթացքում այդ պացիենտին տրամադրվող դեղորայքի արժեքը եւ հավատացնում եմ ձեզ շատ երկրներ որոշեցին, որ ավելի լավ այդ պացիենտներին իրենց հաշվին, պետության հաշվին վճարել վիրահատությունը, քան ամբողջ կյանքի ընթացքում ապահովել այդ վիրահատությունը։ Բայց դա այն պացիենտների դեպքում է, որոնք ունեն համապատասխան ուղեկցող հիվանդություն, շաքարային դիաբետ, զարկերակային կերճնշում, շատ բարձր քաշ եւ այլն։ Իրականում Հայաստանում անդրադառնալով ձեր հարցին կարող եմ նշել, որ այո, ոչ բոլորը, ցավոք ոչ բոլորը կարող են իրենց ցույց տալ այդ վիրահատությունը կատարել եւ ապահովագրական ընկերությունները նույնպես չեն պահոտուցում որպես կանոն այդ վիրահատությունները, բայց այստեղ ամբողջ խոսքը գնում է նրա մասին, թե որն է պացիենտի համար առաջնահերթությունը ինքնուրույն փորձելն արել, որը հավատացնում եմ ձեզ, եթե դա հնարավոր է կատարել, դա ամենաէկոնոմ տարբերակն է եւ ամենաառողջ տարբերակն է, եւ եթե դա չի ստացվում, նոր փորձել գտնել այլընտրանքային եղանակներ։ Այլընտրանքային եղանակներից մենք շատ ժամանակ գիտենք, որ եւ դա Հայաստանում պարադոքսալ իրավիճակներից մեկն է, երբ մարդ ունի աշխատավարձ, որը կազմում է 300,000 դրամ, բայց սակայն իր ձեռքին նա ունի iPhone 17։ iPhone 17-ը ի դեպ այն հեռախոսն է, որ բավական բարձր արժեք ունի։ Ապա հարց է առաջանում, որն ավելի կարևոր, iPhone 17-ը, թե քո առողջությունը։ Եթե կարելի է գնալ եւ ապառիկ եղանակով, այսպես կոչված անտոկոս, վերցնել գումար եւ գնալ այդ վիրահատությունը կատարել, թե գնալ այդ գումարը վերցնել ու գնել iPhone-ը։ Հայաստանում պատասխանը միանշանակ է, կգնանք iPhone, բայց վստահ եմ, որ դա այդպես պիտի չլինի։ Բայց մենք էլ փոխվում ենք քիչ-քիչ։ Վստահ եմ, որ կգա մի ժամանակ, երբ այդ մտածելակերպը կդառնա ավելի դոմինանտ, ավելի շատ մարդիկ կմտածեն դրա մասին։ Իրականում այնց է դարձել, որ հիմա այդ վիրահատությունը տարբեր ճկուն ֆինանսական լուծումների հետ համատեղ դառնում է ավելի եւ ավելի հասանելի։ Ինձ իսկապես դուք ճիշտ եք ասում, դիմում են շատ մարդիկ, որ գալիս են ասում են, գիտեք, հոգնել եմ, ցանկանում եմ երկար ապրել, ի շնորհիվ եւ որակյալ ապրել։ Իմ շնորհիվ եւ ցանկանում եմ ուրախացնել իմ ծնողներին, իմ երեխաներին, իրանց կողք կլինել, որտեղ ես տեսնում եմ, որ այլևս չեմ կարում ինքնուրույն փորձել եմ, ինչպես չօգնել այդ մարդուն։ Փորձում ես այնպես անել, որպեսզի մարդ ունենա իր բաղձալի քաշը եւ դա շատ երկար պահի։ Շնորհակալ եմ շատ, ինչպես նախորդ փորձն էր ինձ տալիս այսպես վստահություն, որ այսօրվա հաղորդումը եւս կայանալու է, չսխալվեցի, շնորհակալություն, որ այստեղ եք։ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Աջափնյակ բժշկական կենտրոնի հիմնադիր, տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Մանուկյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։